հարավարեմտյան սյանը հենց վերևի մասեք հիշում եմ, ասենք իրանք նաև կոպիտ էին վարվում լրատվամիջոցների աղջիկների նկատմամբ, հələ այդքան օպերատորների նկատմամբ չուք կադրը տեսել եք, որ լրագրողը գնում է կայան է Արտակ Սրբազանը դուրս է գալիս, որ դուռը ծածկի, մեկը սեղանից արաղի շշերը վերց։ Ամոթ ասել այդ ամբողի մեջ, գոնե իրանք սթափլնեին, օրինակ ասենք այն, որ լրագրողին ասում է տիրադավը պապատա, ինքը երբեք այդ բառը չէր ասի, եթե հարբած չլներ։ Իրանց համար էլ եմ, այնց ցավում եմ, իրանք տենց ասենք մեր համար միշտ հարգարժան, ասենց ես միշտ իրանց ասենց սիրե հարգել եմ, մենք արքի մեջ եղած ժամանակ, փորձել եմ իրանց սխալները, չգիտեմ ինչ որ ձևով արդարացնեմ, որ մարդ են, իրանք էլ անսխալական չեն եւ այլն, բայց իրանց այտենց խեղճացած տեսնելը ոստիկանների ուղեկցությամբ ծանր ցավալի վիճակ է։ Նախկինում ասենք իշխանությունները իրանց մեքենաներով էին կոնչում, Bentley-ով, Jaguar-ով, Brabus-ով, բանով, ով ու վերջում տեսանք այդ բոլորը դարձան Նիկոլի գազել, էլի, ասենց գազելով բերեցին, գազելով տարան, ոստիկանական պատով, իրենց կողքին չունեին հոգևոր դաշտ, չունեին ժողովուրդ եւ իրենց շուրջ հավաքված էր, ասենք, փողոցային խուժանը, էլի խմած, հարբած։ Հարաբես իրենց համար մայրաթոր հասնելու համար պետք էր այդքան անձնական ծառայության աշխատակիցներ, օպերատիվ խումբ, ուղեկցող։ Իմ համար ամենաողբերգականը, որ այսքան տարիներ իրանք որպես բարձրաստիճան եկեղեցականներ իրենց կողքին հավատացյալ չունեն։ Ես հիմա ասենք հիվանդ եմ, համացանցում իմ ընկերները, բարեկամները, հավատացյալները ինձ գալիս այցելում են, կամ երեք հայտարարություն դրեցի, որ նախորդ օրը որ պատարակ է լինելու բյուրականում, գյուղացիներն էլ մտածել էին պատարակիչը ես եմ ու ամբողջ գյուղով գդացել էին պատարակին մասնակցեին ինձ տեսնեին, բայց ես Տեր Համբարձումին էի խնդրել, Տեր Համբարձում քահանան գնաց պատարակը մատուցեց։ Պիտի հոգևորական է մանավանդ եթե ավակ հոգևորական է տարիներով վաստակով, պիտի իր շուրջը հավատացյալ ժողովուրդ ունենա։ Իսկ այդ քիչ քանակի մոտ 150 հոգի հավաքված վարչական ռեսուրսով նաև բերած այդ հարբած մասայի մեջ ես հավատացյալներ չտեսա։ Իրանք ուղղակի մեծ մասը այն ամոթ ասել, այն տնական արաղի սենց հոտը փչում էր վրաներից, սենց ձեռքով հայանքի նշաններ էին ցույց տալիս, սենց վիրավորական լավ, եթե օրինակ մտնեին Մայր տաճարի ներս, ինչ պիտի անեին իրանք, այնտեղ ինչ կար անելու իրանց կողմից։ Իրենք ներսում ոչինչ չունեին անելու, ներսում ժամերգություն էր ընթանում եւ իրենք մտնում էին, որ եկեղեցական ծեսը խանգարեն։ Այսինքն եկեղեցում կատարվող ծեսը խանգարելը նույնպես հանցագործություն է։ Իսկ իրանց ոստիկանները պիտի արգելեին, բայց տեսնում էինք երկու տեսակ ոստիկաններ տեսա, բազմաթիվ ոստիկաններ էին, կային ոստիկաններ, որոնք իրենց ծառայությունն էին անում, երկու կողմի այդ պատն էին պահում, եւ կային պատը ճեղքող ոստիկաններ, որոնք իրենք էին, ասեմ, խուլիգանական դրսևորում ունեին նաեւ հերթապահող ոստիկանների նկատմամբ։ Ես նկատեցի, որ Ստեփան Ասատրյանի եւ Արամայիս Թոխմազյանին ուղեկցող ոստիկանները իրենք էին հրմշտում ոստիկաններին, այն ոստիկաններին, որ ոստիկանական պատն էին պահում, եւ իրենք կազմակերպեցին զանգակատան տակի այդ ներխուժումը եւ իրենք ճանապարհ բացեցին այդ հարբած ագրեսիվ ամբոխի առջև։ Ամենատհաճը ինձ այն էր, որ իմացա նաեւ այդ տապանակարերից մեկին բարձրացողը օպերայի բալետի փոխտնօրեն, այսինքն պետական պաշտոնյա եւ ներքևում էլ իրեն ենթարկվող այդ խումբը հավանաբար օպերայի բալետի թատրոնի այս տնտեսական մասի աշխատողներն էին։ Սողոմոնն ու Ազատը Թոգան, հա, Մարիամ ջան դու ես։ Ոնց ես իմ աղջիկ։ Արի քեզ գերկեմ։ Լավ ես սավտան։ Ուրախ եմ որ եկել ես։ Արևս։ Ազատ ջան դու ոնց ես, լավ ես ապրես։ Ամաչում եմ։ Յա, Սավտան, լավ է։ Աստված օրհնի քեզի, լավ եք։ Սողոմոնը ստոկա։ Հա, հենց իմ որ ապերն էլ արզում գա։ Լավ, Ամատաճարից չէ։
Չէ։ Մայրամ ջան, ինչ աչքը։ Լավ է ինտերնետ։ Դու ապրես գիտի։ Էլե ռախոսս դուր ասել։ Շատ եք վախեցել ձեր մոտ։ Հա Դիանա ջան։ Ճիշտը որ ասեմ, ես առաջին ընդհանրապես չեմ գիտակցել, նույնիսկ չեմ զգացել իմ կողքին ով կա։ Ինչ ասել են, նորից սխալ պատասխաններ եմ տվել, ասում չգիտեմ, ինչ որ ինֆակտ են ասում։ Ինչ որ բառ են դուք հասկացել, միշտ բառեր եմ խոսացել անհետ։ Հա։ Նույնիսկ հիմա որ խոսում են այդ մտերիմներս, ասում են, եթե ես այդ պահին այդ վիճակում էի գոնե մայրիկիս ասեի, հետս կար հասկանար բժիշկն ինչ ասում, դες դու անգամ չես զգացել, որ մաման կողքդ չի եղել այդ օրը։ Հա։ Ես դա չեմ զգացել։ Այն որ ուղեղս ոնց որ արգելակվել է, որ ես չգիտակցեմ մեր կենթանացման բաժանմունքի որ բաղկած էր, այս ինձևի ձգվեց, որ ձգվեց մոտենարից, արդեն մի երկու հարց տվեց ու որ ասեց հեռախոսս հետ դուր, ասի վերջին քույրը լավ է։ Առհասարակ ինքը ես գիտեմ, ինքը շատ ուժեղ է, իր վերքերն միշտ շուտ են լավանում, այն որ կտրվում է 5 րոպե հետո արդեն փակվում է։ Դրանք գումարած սովորաբար ուժեղ կամքի տեր մարդիկ, նաև հիվանդության դերներ են պայքարում, ես իր տեսակն իմանալով ու միշտ ասում էի, ես վստահ եմ, որ իր այդ ամեն ինչ լավ լինելու Աստված իր կողքին է։ Երբեմն որ խոսում էին, ասում մի քան փորձանքներից Աստված իրան ազատել, որ սրանից էլ ենք դուրս գալու, հաստատ 4 երեխա ունի, ոնց կթողել ինքը կգնա։ Ամեն ինքը առանձին այն աշխարհում էլ չի ապրի։ Այո։ Հեռախոսն ինչի համար էիք ուզում։ Օնլայն հարցազրույցներ են տալիս։ Վանգելին պատասխան ենք, որ անհասանելի են լինում, խառնվում են։ Մենք ընկետում կանգ առանք, որ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենն էր, դուք այդտեղ իրան նկատում եք, որ դա ամբողջն էր։ Ես ճիշտ ասած չեմ մտածել, որ ինքը փոխտնօրեն է, հետո նկարներով, վիդեոներով իմացա, բայց այդ իր հավանաբար տնտեսական իր ենթակայության վարչական ռեսուրսով վերած աշխատողներն էին իրան, որտեվ ինչ ասում էր անում էին, ու տենց ասենք հիմնական զանգակատան տակը տես մի քանի խմբակ էին, որոնք տենց վատ պահվածք ունեին, այդ Կարեն Պետրոսյաններ իր հետ բերած մի քանի հոգով հավանաբար էլի տենց իր ենթականներ էին, ասենք այդ Արամայիսն ու Ստեփանն էին իրենց հետ ուղեկցող ագրեսիվ ոստիկաններով, որոնք նաև շատ ագրեսիվ էին ոստիկանների նկատմամբ։ Իրանք այդտեղ հերթապահող ոստիկաններին ուղակի հրում էին, էլի, բառից բուն իմաստով հրելով տեց բացեցին, նրանց բերեցին առաջ ու նույն ձևի հրելով նրանց տարան, էլի, այսինքն իրանք հավանաբար, չգիտեմ, էլի, ոչ օրինապահ ոստիկաններ էին, ոստիկանների նկատմամբ էլ շատ ագրեսիվ, ոչ միայն սենց շարքային քաղաքացիների, իրանք տենց բոլորի նկատմամբ ագրեսիվ խմբակ էր, ուղեկցում այդ Ստեփան Ասատրյանին, Տարոնին, մեկ էլ բանին, էլի Արամայիս Թոխմասյանին։ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենի հետ դուք խոսակցություն ունեցաք, Ես իրեն բարձացա վերև, ասի հարգելի կաթողիկոսի գերեզմանին եք բաց, ես ինչ եք անում, ու ասի ցած իջեք այդտեղից։ Ու ինքը իհարկե չէր լսում, ձեռքով էլ նրանց ասում էր իջեք, խփեք մտեք ներս, էլ 3 մտեք ներս, ես իրան ուսից քաշեցի, ուղղակի իջեցրեցի, այդ վերևի մասից իջեցրեցի, մի պահ արդեն վատ էի այդ անկյունում, ուզում էի իջնեի, չէի կարում իջնեի, արդեն հավանաբար այդ պահին կաթված էի ստացել, այս կանգնած մնացի անկյունում, հետո այնտեղ մեր թեմի քահանաները, որ ներսից դուրս եկան, տերայները ասին իջի միացի մեզ, էլի, օգնեցին, ես տուց իջա, թափորի հետ հասա մինչև Տրթատակամար, այդտեղ արդեն հասկացա, որ մինչև Վեարան չեմ կարող քայլել, որ թափորում էլ չնկատվեմ, տենց վատ եմ, թեքվեցի Սյունի հետևը, մի պահ նստեցի, զգացի սրտի կաթված է, փիլոնս դրեցի ուղղակի գլխիս տակ, ուղիղ պարկեցի, ասի էլ չեմ տեղաշարժվի, խնդրում եմ շտաբ օգնություն կանչեք, այնտեղ քահանաներից Տեր Ղևոնդը, Տեր Մուշեն, Տեր Մանուկը մոտեցան, լրագրողներից Սյուզին եմ հիշում Բադոյան, սենց շատ օպերատիվ շտաբ օգնություն էր զանգում, սենց ձեզ տեսա ուզված ձեզ լացում եք անկյունում, սենց ուզում էի սենց
խոսեի, շփվեի, բայց զգացի այդ պահին ինձ շատ խոսել, շարժվել, լավ, մկել պետք չի։ Իրենց առաջ սկզբից չէին ուզում շտապօգնության առջևը բացեին, հետո որ Սյուզինը ասես մի քիչ խիստ կերպով պահանջեց, ասա, որ իրանց է պետք նաև որ ես հիվանդանոց հասնեմ, որտեղ քայլելու դեպքում չգիտեմ ինչ կլինի իմ հետ։ Շտապօգնությունը վերջը մոտեցավ, Տերղևոնդ էլ հավանաբար նստեց մեքենայի առջևը, այնտեղ շատ օպերատիվ էին բժիշկները, ասեմ, հենց շտապօգնության մեքենայում կաթետրը դրեցին, շատ հոգատար, ասես բժիշկների մի լավ թիմ էր այստեղ, ինչ միասնի մաստերմետ են ինձ վերել, ասենք այստեղ հոգատար անձնակազմով, տնօրենով, գլխավոր բժիշկով, քույրերով, մաքրուիներով, չափից դուրս հոգատար էին իմ նկատմամբ, մոտս 2 ստենտ էին տեղադրել արդեն, մի օր բոքսի հատվածում մնացել եմ, հիմնականում այն ծանր պահին, հաջորդ օրը ինձ արդեն լավ էի զգում, պալատ տեղափոխին, այսօր մտածում էի դուրս կգրվեմ, բայց բժիշկները ասին, որ 3 հատ էլ նեղացած անոթ ունեմ, որոնք ճիշտ կլինի ստենդավորեն նոր դուրս գան, այսօր կամ վաղը ստենդավորվեմ դուրս կգամ, բեհապար հայրապետներ զանգել, սանց գավազանակիրը երեց կնոջներ այցելել, առավոտյան որ արթնացա լավ էի, զանգեցի որ ասացի բեհապարին հայտնեք, որ իմ մոտ ամեն ինչ լավ է, ես նորմալ եմ։ Ընթացքում էլ կիրակի օրը փորձեցի գյուղացիները շատ ինչ չայցելեն, որտեղ այստեղ հիվանդանոցի ադմինիստրացիան նեղում է, էլի որտեղ հիվանդի մոտ շատ այցելություն է լինում, հայտարարություն դրեցի, որ պատարագը լինելու է գյուղում, Տեր Համբարձումին էլ խնդրեցի, որ ինքը պատարագը մատուցեց, գյուղացիք գնացին պատարագի, նաև իմ համար աղոթեցին, բոլոր իմ համար աղոթողներին, որևէ բանով այդ պահին օգնողներին շատ շնորհակալ եմ։ Թող Աստված հաստատում պահի մեր մայրաթոր Սուրբ Էջմիածինը, երկար արև շատ կյանք պարգևի մեր Բեհապար հայրապետին եւ մեր ժողովրդին էլ միաբան պահի։ Իսկ հարբեցող այդ ագրեսիվ ամբոխին էլ թող Աստված խաղաղություն, հանդարտություն պարգևի։ Որ դուրս գաք արդեն հիվանդանոցից առաջին ինչ եք անելու։ Կգնամ եկեղեցի Աստծուն փառք տամ։ Կարող էր այս դեպքի մեջ դիներ ես Ամբերթի, Անտառուտի բյուրականի հոգևոր հովիվն եմ։ Անտառուտից դες կամ օրինակ Ամբերթից ամենամոտ հիվանդանոցը 1 ժամ, 1.5 ժամի ճանապարհ է։ Կարող էի Ամբերթի Վարամաշենում լինեի, սիրտս վատանար եւ 1.5 ժամ ճանապարհ լիներ, չհասցնեի հասնել հիվանդանոց։ Երևի լավագույնը սա էր։ Աստծո կամքն էր, կարծում եմ, որ այսպես եղավ, թող Տիրոջ փառքը շատ լինի։ Մենք հիվանդ, առողջ, ցանկացած իրավիճակում իր ծառանենք եւ պիտի մեր առաքելությունը պատշաճ կերպով իրականացնենք։ Բայց այդուհանդերձ ձեր ինքնազգացողությունը վատթարացավ մայրաթորում տեղի ունեցած իրադարձությունից։ Այդ դռանը, որ ձեռքով ու ոտքով հարվածում են, այդ դպոցի հենց պահին, ասած ամբողջ այս կրծքավանդակը ստակացավ, բուտ ցավը զգացի, ասած ճառագայթող ցավեր։ Ուղղակի ես բարկացա, ինձ չեն հրմշտել անկեղծ ասեմ, որևէ մեկը, նաև այդ հակաեկեղեցական խումբը, որ մտավ, մերոնց բոլորին վերման էին ենթարկել այդ հատվածից, մերոնցից մարդ չկար, ոնց որ մենակ էի, բայց այդ տեղում հերթապահող են պարզ ոստիկանները ինձ պաշտպանեցին, որ ինձ այտենց չհրմշտեն, չհարվածեն, այնտեղ զգացի, որ ագրեսիվ մի բան են դանելը ուզում էր ինձ մոտենալ, բայց ոստիկանները դեմը փակեցին, իր այտենց հայացքից, դեմքի ատելության լցված, դեմքից հասկացա երևի այտենց հարվածելու նպատակով, չգիտեմ, ասենք չեմ կարող հաստատ ասել, բայց փակեցին իր ճանապարհը եւ փառք Աստծո։ Այդ հավաքված ձախ կողմում, հա, հավաքված այսպես ասեմ, մեր եկեղեցում 2 դաս կա եւ դատաստանի ժամանակ էլ պիտի լինի աջակողմյան եւ ձախակողմյան։ Աջակողմյան դասը, որ մեր աջակիցներն էին եւ եկեղեցու ներսում եղողները, իրենք շուրջ 2-3 հազար կլինեին։ Իսկ ձախակողմյան դասում քիչ էին, իրենք 150 հոգի հազիվ լինեին, իրենց մեջ ներառված նաև այդ քաղաքացիական հագուստով ոստիկանները, որ հիմնականում տենց հրմշտում էին։
իրենց հետ օրինակ կարողացել եք խոսել, մենք օրինակ փորձում ենք հասկանալ որտեղից են իրենք խոսելու, իրենց հանձնարարված էր, որ չխոսեք, մանավանդ զգուշացրել էին, որ զգուշ մնան լրատվամիջոցները, ձեզ կգան սադրիչ հարցեր կտան, ով է ձեզ բերում, ինչով է գնում, բայց վերջում, ասենք, ունես խոսակցություններ կար, բա մեր մեքենան ուր է, մեր խումբը որտեղ է մնացած են, որ թափորը դուրս էր եկել գնաց դեպի Վեհարան, ես պարկած էի, ակաժներս էլ խոսակցություններին ու այն կողմի մասոն ասում էր, մեր խումբը հիմա որտեղից պիտի հետ գնա, այսինքն հասկացա Բերովի խումբ էր, սենց իրանց խոսակցությունները, հիմա ուր պետք է գնանք, բա հիմա ինչ պիտի անենք, այսինքն իրանք ինքնուրույն չէին եկել, իրենց բերել էին եւ երբ որ Վեհարանի թափորն էլ դեպի Վեհարան գնաց, մեր կողմի ժողովուրդն էլ ասում էր պիտի մնանք, մինչեւ ամեն ինչ խաղովի նոր գնանք Ամփոփելով, նաև 10 եպիսկոպոսները 10 չէին, ես ըմբում տեսա 10 չէին 10 չէին, բայց ընդհանուր թվով 10 հոգևորականներ եկան, ասացին իրենց հայտարարությունն արեցին, նաև ասացին, որ հաջորդը գալու են այստեղ Մայրաթորում միասին պատարակ կամ ժամերգություն անցկացնելու եւ պահանջեցին Վեհափառ Հայրապետի հրաժարականը իրենց խոսքով Վեհափառին հանգստի կոչելու եւ ասեմ, այդ իրանց հայտարարության պատասխանն էլ լսելով շարժվեցին մինչեւ գազելը Եվ ժողովուրդը իրենց հստակ պատասխան տվեց, ասելով հուդա, ամոթ ասելով, իրենք էլ գլխակոր փախնելով այսպես լրատվամիջոցների ներկայացուցիչներից, ոմանք նաև քայլելու ընթացքում անադեկվատ էին իրենց պահում, ասենք կողիներին եղողներին վիրավորելով, վիրավորական արտահայտություններ անելով, ով իրենք չի որ կարող են այդպիսի վերջնագրեր ներկայացնել եկեղեցում Իրենք նախ 10 չէին, իրենց մենակ մի քանի հոգին, որ եկել էին, իրենց կապում է Նիկոլի շանտաժը, կոմպրոմատը, ահաբեկումը, իրենք իրարից շատ տարբեր են, իրենք իրար հետ բիաբան չեն, երբեք էլ նախկինում ցենց իրար հետ շատ բիաբան լինելով իրակ չեն փայլել, նույնիսկ շատ անգամ, այո, իրար մեջ զարմանում ես, որ իրար այդ Նիկոլի հանձնարարականով եկել են ինչ-որ բան են հայտարարում, Եվ իմ համար իրենց շուրջը եւ իրենց հրահանգեր տալիս կարգալից եղած Նշան Հովանեսյանը, որը չգիտեմ վարչապետի կողմից կրոնի ազգային փոքրամասնությունների բանի վարչապետ է, վարչության պետ է նշանակվել, երբ որ ինքը չի ներկայացնում մեր կրոնը, ինքը հարգալից վերաբերմունք չունի ազգային կրոնական փոքրամասնությունների նկատմամբ, ինքը ոնց նրանց շահերը պիտի պաշտպանի, ինքը եթե այն եկեղեցին, որ իրեն կրթել, դաստիարակել, շատ բաներ ունի իր կյանքում արած, դրան դեմ է, որ ինքը սեփական հավատքի, սեփական եկեղեցու դեմ եղող մեկը չի կարող հարգալից վերաբերմունք ունենալ այլ կրոնների ներկայացուցիչների, ազգային փոքրամասնությունների նկատմամբ Եվ ձեր հորդորը նույն հոգևորականներին եւ իրենց ասելիք չունեմ, իրենց կարող եմ ասել, թող հարբեցողությամբ չզբաղվեն, ասենց, այդ հարբած վիճակը ինձ շատ տհաճ էր, ես ինքս արկալ չեմ օգտագործում եւ այդ հարբած ամբողջին թող չօգտագործեն, փառք Աստծո, մեր ժողովուրդը միասնական կերպով, ասենց այնտեղ էր ամուր Իրենք վախեցան սադրանքի գնալու, ժողովրդի միասնականությունը տեսնելով, մեր ժողովրդին կմաղթեմ առավել սեր ու միաբանություն, մեր ուխտապահ հոգևորականներին կմաղթեմ, որ ավելի հաստատուն լինեն իրենց ուխտի մեջ, Վեհափառ Հայրապետին երկար արև շատ օրեր կմաղթեմ, մեր սեր ու միաբանություն եմ մաղթում բոլորիս, սիրենք, խարգենք, գնահատենք միմյանց, արժևորենք բարեպաշտ, ազնիվ, հավատացյալ մարդկանց, այն մարդկանց, որոնք նաև հինգշաբթի օրը պաշտպանեցին Մայրաթոր Սուրբ Էջմիածին, մեր նվիրական սրբությունները, Աստված թող օրհնի են բարեպաշտ ժողովրդին, որ 2-3 հազար ժողովուրդ էր հավաքվել աջակցություն Մայրաթոր Սուրբ Էջմիածնի, Վեհափառ Հայրապետի եւ գիտենք աջակիցները շատ ավելին են եւ այդ աջակիցներին մաղթում ենք Աստծո օրհնությունը, թող Աստված ազգիս միաբան սիրով պահի,
չարի խորհուրդներն էլ թող խափանվի։ Եվ այս ընթացքում իրավապահներից ձեզ այցելել են հետաքրքրվելու ինչպես եղավ կամ քրեական գործ հարուցվել է։ Չէ, ինձ բժիշկներ են այցելել, իրանցից շատ շնորհակալ ենք, հրաշալի քույրեր։ Իրավապահները, եթե ասենք, այնց օրինակ մի հայառաքելական եկեղեցուց բացի մի այլ կրոնական կառույցի նկատմամբ նման վերաբերմունք լիներ, իրավապահները կզբաղվեին դրանով, դռանը հարվածողներով, հայոյողներով, այնտեղ լիքը կամերաներ կային բան եւ հաստատ բազմաթիվ իրավական, եթե օրինակ ընդդիմության ցույց լիներ Նիկոլ Փաշինյանի դեմ եւ կառավարության շենքի առջեւ նման հարբած վիճակով խուլիգանական պահվածք ունենային, այդ 150 հոգուց երևի մի 500 հոգի մարդ կկալանավորվեր, իրաց բարեկամները, հարազատները, իրենց ընտանիքի անդամների հեռախոսները, համակարգիչները կարգրավեր, այսինքն տեսնում ենք այս իրավիճակ, այդ 150 հոգուց երևի 140-ը կձերբակալվեին, եթե կառավարության շենքի դեմ նման խուլիգանական պահվածք ունենան, բայց չենք կարծում, քանի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, որևէ իրավական արձագանք գտնի այս բանը։ Եթե գտնի էլ կարող լինի միջազգային դատարանի միջոցով, ես ինքս նման բողոքներ անելու կամ sense ոստիկանությունում հայտարարություն տարածելու sense ցանկություն չունեմ։